Ողջույն սիրելի գործընկերներ, սկսում ենք UEFA Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպման Ռիգա Արարատ Արմենիայի նախախաղային մամուլի ասուլիսը գլխավոր մարզչի Մանուել Տուլիպայի եւ Արարատ Արմենիայի պաշտպան Խուլիո Բուենոյի հետ։ Առաջինը սկսենք Խուլիոից, Բուենոյից, հարցերը նրան, ապա մենք շարունակենք արդեն Մանուել Տուլիպայի հետ, Սամվել միանգամից համեցեք։ Hello, Buena. Question in Armenian or English? Spanish. Spanish, Espanol? Yeah. Really good. Okay, in English. The first game was good for us, 2-0 in first match. Your impressions after the first game and expectations ahead of the second clash? Սպասելիքների մասին էր, առաջի խաղի վերաբերյալ սպասելիքները։ Primero que todo, creo que hicimos un buen trabajo. El equipo viene presentando buena entrega, buen sacrificio durante el periodo de pretemporada. Առաջին հերթին թիմը շատ լավ թիմային աշխատանք կատարեց եւ հաղթանակը դրա արդյունքն էր։ Ese trabajo se vio reflejado el día del partido, entrega, sacrificio, las ganas de conseguir el resultado, la ventaja y bueno, hoy estamos aquí nuevamente concentrados, con ganas de seguir creciendo, con ganas de conseguir y avanzar, que es lo más importante ahorita para el equipo, para el país y para Ararat Armenia. Դատիրենք նույն կերպ քրտնաջան աշխատել, լինելու ենք շատ կենտրոնացած պատասխան խաղում ու ամեն ինչ անելու ենք, որ Արարատ Արմենիայի եւ երկրի պատիվը բարձր պահենք։ Այլ հարցեր Աննա։ Արդյոք խաղադաշտ մտնել հաղթողի կարգավիճակում հավելյալ ճնշում է ավելացնում ֆուտբոլիստների վրա, թե ամեն դեպքում այն տրամադրվածությամբ են մտնելու խաղադաշտ, որ ամեն ինչ սկսվում է զգալից։ Ինձ համար առաջին հերթին մեծ պատասխանատվություն է այս խաղին մասնակցելը եւ լավ ելույթ ունենալը։ En mi posición creo que es una experiencia más, requiere de mucha entrega. Պատասխան խաղի իրենից ենթադրում է քրտնաջան աշխատանք եւ այն մեծ փորձառություն է լինելու ինձ համար։ Como lo decía antes, el equipo viene trabajando bien, hicimos una buena semana, vienen buenos entrenamientos y creo que va a ser una linda experiencia, un lindo partido y será demostrado el día de mañana. Ես գեղեցիկ խաղ եմ ակնկալում, որովհետեւ թիմը շատ լավ է աշխատել, շատ լավ է աշխատել մարզումներին ու վստահ եմ, որ շատ լավ հանդիպում ենք հասկացնելու։ Sabemos la clase de oponente que tenemos. Մենք շատ լավ ծանոթ ենք, թե որքան բարձրակարգ է մրցակիցը։ Ya todos lo vimos, es un equipo que tiene buena calidad, buena cualidad, buenos jugadores. Գիտենք, որ Ռիգան ունի շատ լավ ֆուտբոլիստներ եւ փորձ եվրագավաթներում։ Pero venimos trabajando de la mejor manera para poder hacer las cosas bien y afrontar las cosas como se debe. Բայց հնարավորինս լավ ենք աշխատել ու հնարավորինս լավ ենք պատրաստվել այս խաղին։ Այլ հարցեր Արման, համեցեք։ Արման Աբելյան, Արմենիա ֆուտբոլ։ Վերջին ամիսները շատ հագեցած էին Բուենոյի համար, Հայաստանի չեմպիոն դարձավ առաջին անգամ, Հայաստանի հավաքականություն սկսեց խաղալ, ու նաև առաջին խաղը Չեմպիոնների լիգայում, ինչպիսին են տպավորությունները ընդհանուր կարիերայի այս փուլից։ Առաջին հերթին ուզում եմ Աստծուն շնորհակալություն հայտնել այս ամիսների, այս տարվա համար, որոնք շատ կարևոր էին ինձ համար, իմ կարիերայի համար եւ իմ ընտանիքի համար։ Es muy importante y estoy agradecido por el momento que estoy pasando. Շատ քաղցր պահես է իմ կարիերան։ Creo que es un sueño que he venido trabajando desde niño, desde mucho tiempo para poder conseguir grandes cosas en mi carrera y hoy en día lo veo reflejado. Շատ երկար եմ աշխատել այս նվաճումներին հասնելու համար մանուկ հասակից։ Creo que es un premio al esfuerzo, al sacrificio, el día a día, el trabajo, la entrega, mucho tiempo de estar lejos de mi familia, de la gente que quiero y eso requiere de sacrificio. Creo que es un premio también ante todo eso porque lo he venido trabajando, lo he venido planificando para mi vida y creo que vienen muchas, pero muchas cosas más y me estoy preparando para eso.
Ես շատ մեծ զողողություններ եմ գնացել, երկար տարիներ ապրել եմ իմ ընտանիքից հեռու, իմ հարազատ մարդկանցից հեռու, բայց հիմա զգում եմ, որ այդ բոլոր զողողությունները պարգևատրվում են, շատ լավ պայես է իմ կարիերայում, բայց նաև մարտահրավերով լի ու ես պատրաստվում եմ առաջիկա մեծ քայլերին կարիերայիս արդեն հաջորդ հատվածում։ Այլ հարցեր եւ վերջին հարցը Արման ջան, ով արդեն Խուլիան բանային ճանապարհ Բրոն նոր խաղանկերներ ունի կենտրոնական պաշտպանի դիրքում, առաջին խաղը Ուիլսոնի հետ անցկացրեց ու նաև Ֆելիպեն կա այդ դիրքում, ինչպիսին է համագործակցությունը նոր թիմակիցների հետ։ Երկու ֆուտբոլիստներն էլ շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ են, նաև ունեն մեծ փորձ, երկուսն էլ եկել են ակումբ մեծ նպատակների համար, թե իրենց կարիերայի առումով, թե թիմի համար, մեր հարաբերությունները շատ լավ են, մենք իրար շատ լավ ենք հասկանում նաև դաշտում, դա օգնում է։ Մենք բոլորս ունենք մեկ ընդհանուր նպատակ՝ հաղթել Արարատ Արմենիայի համար։ Շնորհակալություն։ Կա այդպիսի տեսակետ, որ 2-0 ֆուտբոլում ամենաբարդ հաշիվն է, ամենաանկախատեսելի հաշիվն է, մարզիչը ինչ կարծիք ունի այդ առումով։ Ես հասկանում եմ, ընդունում եմ, թե ինչու է այդ արդյունքը, այդ հաշիվը այդքան վտանգավոր։ Pero lo que comenté y lo que comuniqué al equipo es que el partido iba a empezar 0-0 y es eso que nos mueve. Բայց ես թիմին ֆուտբոլիստներին ասել եմ, որ պատասխան խաղը սկսվելու է 0-0 հաշվով։ Nosotros sí, hicimos bien la primera parte de la eliminatoria, ganamos y hoy venimos aquí a entrenar para mañana competir otra vez para ganar. Ընդամենը ամբողջ դիմակայության առաջին հատվածն էր, որում հաղթեցինք, բայց գործը դեռ ավարտին չենք հասցրել, ամեն ինչ անելու ենք վաղը եւս հաղթելու համար։ Y si no entendemos eso como un compromiso de equipo, un hecho de que todos los días competimos para mejorar nuestra cualidad individual y mejorarnos como equipo, si no formamos así, mañana tenemos dificultades, eso es claro. Եթե մենք ամեն օր քրտնաջան չաշխատենք ու չփորձենք ավելի լավ թիմ դառնալ, մենք դրական արդյունքների հաստատ չենք հասնելու։ Վահրամյան, ինչով պիտի տարբերվի Արարատ Արմենիայի առաջի խաղը երկրորդ խաղից, հատկապես որ հիմա թիմերը իրար շատ ավելի լավ են տեսել, հասկացել։ Ես ակնկալում եմ, որ Ռիգան ավելի շատ կփոխի իր խաղային մոտեցումը, գուցե սխեման, որովհետև իրենք են զիջում հաշվի մեջ 2 գոլի տարբերությամբ։ En análisis nos tuvimos la oportunidad de analizar no solamente la equipa y sus jugadores, pero también las conductas de que cuando le pasó algo igual a lo que pasó en el último partido, cuál fue el registro de su entrenador y su idea. Y entonces nos vimos y nos preparamos también para que el adversario traiga algo diferente para el partido. Մենք մանրակրկիտ կերպով վերլուծել ենք ոչ միայն առաջին խաղը, թիմերի միջև կայացած, այլ նաև նմանատիպ իրավիճակները, որոնցում նախկինում հայտնվել է Ռիգան, ինչպես է արձագանքել այդ թիմի մարզիչը, թիմը եւ փորձելու ենք պատրաստ լինել հնարավոր բոլոր սցենարներին։ Por ejemplo, analizamos el juego de Sparta de Praga en la época pasada, que jugó contra Riga también. Y de local Sparta ganó y ha venido a jugar aquí con una ventaja. Y el criterio estratégico fue diferente. Por tanto, los jugadores saben lo que puede pasar o manteniendo la perspectiva del primer juego, la equipa está preparada para eso. Հիշում ենք Սպարտայի եւ Ռիգայի միջև կայացած խաղը, երբ Սպարտան տանը էլի հաղթել էր, առավելությամբ եկել էր այստեղ, բայց մենք տեսանք բոլորովին այլ Ռիգա, շատ վտանգավոր ավելի թիմ ու նաև դա հաշվի առնելով կփորձենք ընդհանրապես չգցել մեր խաղամակարդակը նույն կերպ գործել։ Պարոն Կոբիկա, ողջունում եմ ձեզ եւ ունի այսպեսի հարց եմ ուզում տալ։ Մենք գիտենք, որ ֆուտբոլիստները ոնց են վերականգնում խաղից հետո, լոգանքներ, մասաժներ,
Դուք այդ հույզերը, որ տալիս եք մարզադաշտում, այդ էներգիան տալիս եք մարզադաշտում, ոնց եք վերականգնում ձեր վերականգնողական թերապիան որն է, ունեք հոբի, որով կտրվում եք ֆուտբոլից եւ հաջորդ խաղին արդեն կաս պատրաստ առույգ գալիս եք ելի հաղթանակի հետևից։ Շատ տարբեր են լինում իմ վերականգնողական process-ները կախված հաշվից, կախված արդյունքից, որովհետև երբ թիմը հաղթում է, ինձ համար շատ հեշտ է վերականգնել այն էներգիան, որը թողել եմ դաշտում, կամ թիմը խաղացել է այնպես, ինչպես ես պատրաստել էի թիմին, բայց երբ թիմը պարտվում է, ես մի քանի օր ուղղակի չեմ խոսում, տպավորություն է, կարծես ինչ որ մեկն է մահացել եւ իմ ընտանիքի անդամները շատ լավ գիտեն դրա մասին։ Պարոնտորիպա գիտենք, որ թիմը բազմաթիվ նորեկներ ունի, ինչպես են արդեն մերվում թիմին, արդյոք պատրաստ են թե ֆիզիկապես, թե թիմին մերվելու առումով ավելի շատ օգնել, ավելի շատ խաղաժամկետ ստանալ։ Կան ֆուտբոլիստներ, որոնք համեմատաբար ավելի ուշ են միացել թիմին, նրանց համար ոչ միայն ֆիզիկապես է ավելի բարդ հարմարվել, այլ նաև մեր տակտիկական սխեմաներին, ընդհանուր խաղային համակարգին։ Por eso es muy importante en el periodo en que estamos reclutando jugadores, el perfil ser un perfil adaptable, un perfil de inteligencia, porque esos jugadores entienden mucho más rápido lo que pretendemos y se asimilan mucho más rápido a las ideas del entrenador y a sus nuevos compañeros. Բայց մենք ընտրել ենք ի սկզբանե այնպիսի պրոֆիլ ունեցող ֆուտբոլիստների, որոնք շատ խելացի են եւ բավականին արագ կարողանում են հասկանալ, թե ինչ է պահանջվում նրանցից, ինչ են պահանջում մարզիչները եւ կարողանում են արագ համագործակցության եզրեր գտնել թիմակիցների հետ։ Para mí preparar algo físico es mucho más fácil do que propiamente adaptar jugadores que juegan en sus equipas en estructuras diferentes y juegan en sus equipas que no quieren mandar en el juego. Nosotros somos una equipa que jugamos para ganar, pero queremos tener el mando del juego, queremos tener el juego controlado. Ինձ համար ավելի հեշտ է ֆիզիկապես պատրաստել ֆուտբոլիստին, որը եկել է թիմից, որը չի խաղացել մեր խաղային համակարգով, բայց ավելի դժվար է այնպիսի ֆուտբոլիստի պատրաստելը, որը թիմային մտածողություն չունի։ Այսինքն ավելի լավ է ֆուտբոլիստը տակտիկապես այլ ընկալումներ ունենա, բայց ունենա թիմային ոգի։ Կցանկանայի առանցին Միշել Այվազյանի մասին հարցնել, որը ԲԿՄ-ից վերադարձավ Արարատ Արմենիա, ինչ հույսեր ունի մարզիչը նրա վերաբերյալ, մենք տեսել ենք, որ ֆուտբոլիստները նաև անհատապես աճ են գրանցում Տուրիպայի օրով խաղալիս, մարզչի կարծիքն այդ ֆուտբոլիստի մասին։ Եթե անկեղծ ինձ համար շատ մեծ անակնկալ էր նրա խաղամակարդակը, նրա ելույթները։ Jugador con un perfil personal que me gusta, que tiene ganas todos los días de aprender, de trabajar, y me parece que está muy preparado para estar con nosotros y jugar cuando surge una oportunidad. Նրա տեսակը որպես ֆուտբոլիստ ինձ շատ է դուր գալիս, որովհետև ամեն օր ցանկանում է սովորել, աշխատել ու վստահաբար կարող եմ ասել, որ նա դեռ իր հնարավորությունները կստանա, մեծ հույսեր եմ կապում նրա հետ։ Posiblemente a nivel físico será de los jugadores, juntamente con Harman y otros más, que mejor dados tiene físicos en la semana y en los días. Muy empeño, muy profesional, me está gustando bastante el jugador. Նա շատ պրոֆեսիոնալ է աշխատում, ինչը ազդում է նաև նրա ֆիզիկական պատրաստվածության բարելավման վրա։ Վերջին հարց։ Նախորդ մրցաշրջանում չկար Արարատ Արմենիան մեկ ընդգծված համբարկու, տարբեր ֆուտբոլիստներ էին գոլեր խփում։ Հիմա հարձակման գծում կան նոր ֆուտբոլիստներ, արդյոք մարզչի համար կարևոր է ունենալ օրինակ ֆուտբոլիստը գլխավոր ռմբարկու կդառնա, թե տարբեր ֆուտբոլիստներից նա ցանկանում է տեսնել գոլային գործողություններ։ Սովորաբար այն թիմերը, որոնք հավակնում են տիտղոսների, միշտ ունենում են գոլահարներ։ Nosotros gustaríamos que eso pudiera acontecer este año. Շատ կուզենայինք, որ այս մրցաշրջանում մենք ունենայինք նման մեկին.
pero también sabemos que lo que pasó la época pasada es fruto de algo colectivo, es fruto de que no dependemos solamente de una persona, porque los extremos hicieron 7 goles cada uno, los 2 defensas laterales metieron goles, los medios también, y entonces nos abre muchas oportunidades para cada jugador poder marcar también, y eso es importante. Բայց այդ հայացքնետելով պատմությունը մեզ ասում է, որ հաջողությունը ընդհանուր թիմային, դա հենց թիմային աշխատանքի արդյունք է։ Կարող են մի քանի ֆուտբոլիստներ, օրինակ 7 գոլ խփել, տեսնում եք, որ կենտրոնական պաշտպանները գոլեր խփում են, եզրային պաշտպանները խփում են, այնպես որ միակ բանաձևը չէ հաջողության հասնելու ունենալ կոնկրետ գոլահար։ Claro, yo entiendo esa pregunta y es algo normal que pueda acontecer, pero Urartu tuvo el mejor marcador de la liga y se quedó en 5º puesto. Ինձ համար շատ նորմալ է այս հարցը, բայց օրինակ Urartun ուներ հստակ գոլահար, բայց առաջնությունը ավարտեցին 3-րդ տեղում։ Portanto, es importante, nosotros sí tenemos un jugador así, pero se pasa lo mismo, no hay problema, y si ganamos la liga no hay problema. Կարևոր է ունենալ գոլահար, բայց եթե չլինի նման գոլահար, բայց մենք նորից չեմպիոն դառնանք, որևէ խնդիր չկա։ Thank you very much.